Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, անցած հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը բողոքում էր, որ կառավարությունը ցանկանում է սահմանափակի համայնքների ինքնուրույնությունը, համայնքների կարողությունները եւ այլն։ Գույքահարկի բարեփոխումները, որ տեղի ունեցել դեռ 4-5 տարի առաջ, նպատակ ունեն ավելացնել համայնքների եկամուտները։ Այստեղ շատ խոսվեց բնակարանների մասին, որոնց ես հեսա կանադառնամ, բայց ես խնդրում եմ ուշադրություն դարձնել բոլոր գույքերին, թանկարժեք գույքերին այդ թվում, գույքերին, որոնց տերերը գնել են դա ժամանակին կոպեկներով, չեն օգտագործում, չեն աշխատացնում այդ կապիտալը, վարձով չեն տալիս, ոչ էլ վաճառում են։ Ու դա համայնքի բալանսում այնտեղ դրված է ու կոպեկների գույքահարկ էին վճարում ահռելի գործարաններ, տարածքներ, լքված շինություններ։ Հիմա գույքահարկի բարձրացումը նաև նպատակ ունի աշխատեցնել այդ գույքը, որ մարդը մի ինչ-որ բան այնտեղ ձեռնարկի, չքնացնի գույքը։ Երկրորդը, պարոն Ռուբինյան, խնդրում եմ Չէ։ Շարունակեք ձեր Իմ ժամանակ այսպես չի լինում։ Բնակարանների հետ կապված։ Տեսեք, ես հիմա ինձանից խոսեցիք, ասցիք 850,000 դրամ աշխատավարձ, բան եւ այլն։ Մեր բնակարանի գույքահարկն եմ ես նայում, որտեղ ծնվել, մեծացել եմ, 40 տարի ապրում եմ։ Մինչև այս բարեփոխումը վճարում էինք 6-7,000 դրամի կարգի, խոսքը Դավիթ անհախտ փողոցի վրա գտնվող 100 քառակուսի մետր տարածությամբ քարի շենքում բնակարանի մասին է, որի կադաստրային մոտակցված արժեքը պետությունը գնահատել է 33 միլիոն դրամ, շուկայականը կլինի մոտ 40 միլիոնի կարգի։ 26 թվականին մեր բնակարանի գույքահարկը կկազմի 35,827 դրամ։ Այսինքն շուկայական արժեքի 0.1%-ը։ Սա համարում եք դուք շատ, պարոն Ավետիսյան։ Նոր քիչ առաջ պարոն Թորոսյանի հետ ենք 30 վայրկյան, եթե կարելի է։ Այս հարցը հանրապետության տղամարդկանց Պարոն Ավետիսյան, հանրապետության չափած տղամարդկանց 50%-ից ավելին ծխում է, որպես կանոն օրական 1 տուփ սիգարետ։ Մեր բնակարանի գույքահարկը այս բոլոր ձեր ասած ահավոր թանկացումներից հետո կազմելու է օրական 3 գլանակ ամենաէժան սիգարետից 3 գլանակ։ Սա դուք կարծում եք, որ շատ է, էլ չասած 10, պարոն Ռուբինյան, ավարտեք։ Ավարտում եմ, թողեք միտքս ավարտեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։